106 և կես հաճախականությամբ գործարար ալիքի եթերում դուք դիտում կամ լսում եք ռադիո առողջարանը, բարև ձեզ, ես Տաթևն եմ Առաքելյան, այսօր տաղավարում հյուրընկալել եմ Նարինե և Նելի Գաբրելյաններին, ճիշտ կլինի ձեզ չներկայացնելը, որովհետև ձեր աշխատանքը այնքան բազմապրոֆիլ է, որ շատ մեծ է հավանականությունը, որ ես կարող եմ սխալվել, ուստի սրանից խուսափելու համար ուզում եմ ինքնաներկայանաք, այսպես ասած։ Շատ լավ, նախ շնորհակալ ենք հավերի համար, ես Նելին եմ, հարազատ քույրս Նարինեն, մենք շուրջ 3 տարի առաջ ստեղծել ենք մեր ծառայությունների ցանկը, այսպես ասած, սկսել ենք մեր գործունեությունը, բիզնես գործունեությունը, առաջին քայլերը, որ կատարեցինք, միջոցառումների կազմակերպման ոլորտում էր, մեր կախարդական պատերը գրեթե բոլորը գիտեն, մենք նույնիսկ ունենք զանգը, Այո, մեզ հետ միշտ կա մեր փոքրիկ սիմվոլը, և այդպես մեծացնելով մեր ծառայությունների շրջանակը, այժմ ունենք և Living Well Events-ը որպես միջոցառումների կազմակերպման ընկերություն, և Living Catering, և Fem Երևանը, սննդի on-line ռեստորան է, Fem-ը ավելի ընտանեկան բիզնես է, և ես և քույրս միասին շատ սիրով բոլոր աշխատանքներում ներգրավված ենք, կազմակերպում ենք, համակարգում ենք, այդպես եթե կարճ ներկայացնում։ Մեր ռադիոլսողները հիմա վստահաբար ինձ կհարցնեն, հաղորդումը կոչվում է ռադիո առողջարան, բայց հաղորդման հյուրերը միջոցառումների կազմակերպման մասնագետներ են։ Ու կանխելով բոլորի հարցերը, ես ուզում եմ բոլորին տեղեկացնել, որ առողջությունը համապարփակ հասկացողություն է, և ցանկացած պարագայում, եթե մարդը կարող է թեկուզ մի փոքր ստրեսի ենթարկվել, սա ուղիղ համեմատական է իր առողջության հետ։ Եվ եթե դրան գումարում ենք նաև սնունդը, որը ավելի քան մեծ ազդեցություն ունի, առողջության վրա, հետևաբար դուք այսօրվա իմ իսկապես թիրախային հյուրերն եք։ Ուզում եմ խոսենք, թե ինչպես եք կարողանում և ինչպես եք անում, որ մարդը իր, այսպես ասած, միջոցառումները կազմակերպելու առաջնային փուլում, երբ խառնված իրար չգիտի որտեղից սկսի, ոնց անի, ում հետ սկսի, ում հետ համագործակցի, այս շրջանում կանգնեք իրենց կողքին, որպեսզի, ինչպես ասացի, ստրեսից հնարավորինս հեռու մնա։ տեսեք, մենք խոսում ենք հենց առողջության մասին, չէ, և Living Well Events-ը և Fem-ը, այստեղ երկուսն էլ առողջության մասին են, բայց մեկը ֆիզիկական առողջության մասին է, մեկը հոգեկան առողջության մասին է, և երկուսի համատեղումը մի հրաշալի ներդաշնակություն է ստեղծում բոլորի կյանքում, երբ որ իվենտների ժամանակ, հիմնականում երբ որ այդպես տարակուսած մտորումների մեջ դիմում են մեզ ու փորձում ենք ինչ-որ բանով մենք օգտակար լինենք, այո, խուճապի մեջ փորձում ենք ինչ-որ բանով օգտակար լինել, իսկապես դուք չեք պատկերացնի ինչպես է միջավայրը փոխում, ինչպես են մարդիկ սկսում անհոգ դառնալ, որովհետև մենք այդ պահին կիսում ենք իրենց անհանգստությունը, և հնարավորինս շատ նվազեցնում ենք այդ անհանգստության մակարդակը և մթնոլորտը դառնում է ավելի ջերմ, ավելի հաճելի, վայրում են ու բոլորը անխտիր, բոլորը ժպտում են, շատ հիանալի մթնոլորտ է տիրում ու այդտեղ արդեն վստահաբար կարող ենք ասել, որ մեր միջոցառումները փոխում են իսկապես հենց բոլոր միջոցառումների մի օրինակ մթնոլորտը, և մարդկանց ուղղակի ժպիտներ ենք պարգևում։ Ինչպես ասում են, եթե գոհ են հյուրերը, գոհ են նաև միջոցառման կազմակերպիչները։ Ես դա էի ուզում ասել, որովհետև ես ասում եմ մշտապես ամեն ինչ փոխադարձ է, երբ որ մենք տալիս ենք այդ ժպիտները, հազարապատիկ անգամ դրանք հետ է վերադառնում մեզ, ու մենք քննարկում ենք ամեն միջոցառումից հետո, ասում ենք նորօրինակ, տես մենք ինչքան մոտիվացված ենք արդեն հաջորդ գալիք միջոցառումներին, ինչքան նոր մտքեր ունենք, ու նաև ես շատ կարևորում եմ տետատետ հաղորդակցությունը մեր պատվիրատուների հետ։ Ես շատ անգամներ եմ լսում, որ իրենք հենց առաջին զանգից կամ հենց առաջին հանդիպումից, բայց մենք նախապես հանդիպում ենք իրենց հետ քննարկում ենք, ասում են ես հանգիստ եմ։ Ինչ անեք, ես շատ հանգիստ եմ, որովհետև դրա հետևում դուք եք կանգնած։ Ու նաև մեր հաջողության գրավականը հենց մեր անմիջական եւ սրտացավ վերաբերմունքն է մեր հաճախորդներին, որովհետև մենք ամեն միջոցառման նայում ենք այնպեսին, ինչպեսին մեր անձնական միջոցառմանը կնայենք եւ սրտացավ ենք եւ պատասխանատու ենք։ Դրա համար մեր պատվիրատուները միշտ զգում են։ Եվ ամենակարևորը հոգատար ենք, կարծում եմ, հատկապես հիմա շատ կարևոր է հոգատարությունը,
Եվ միմյանց որ զգան նկատմամբ, պատվիրատուները այդ հոգատարությունը։ Եվ ամենահետաքրքիրը այն է, որ մենք ունենք այնպիսի արժեքներ, որով առաջնորդվում ենք ու մինչև բոլոր մեր բիզնես ոլորտներում փորձում ենք հենց այդ արժեքները առաջ տանել։ Հենց ֆեմի մեջ էլ գաղափարը ֆեմ հենց այնպես չի, որ ֆեմ է կոչվում, ինքը հենց ընտանիք բառից է, որտեղ մարդիկ սիրում, վստահում եւ հոգ են տանում միմյանց մասին։ Ես չգիտեմ կա աշխարհում ավելի լավ բան, քան Ընտանիքն է։ սիրելը, վստահելը եւ հոգ տանելը։ Այդ երեք բառերը իսկապես կարծում եմ այս կյանքում շատ ուղղորդող, հա, ինչ որ դեր ունեն։ Եվ եթե կարելի է ինչ որ մեկի մասին հոգ տանել, ինչու չանել եւ ինչու չտարածել այդ ամենը։ Մեր հիմնական նպատակը հենց դա է եղել ու այդ ամեն ինչը կատարել հավատով եւ սիրով։ Ասում են ցանկացած բան եթե արվում է սիրով, անհնար է որ հաջողությամբ Միանշանակ։ չպսակվի։ Միանշանակ։ Կարող ենք Բայց դրա ստորագրել։ հետևում նաև շատ երկար տաժանակիր Այո, աշխատանք է։ ճանապարհ կանցնելու, որը պետք է անցնես ու հենց այդ ճանապարհը պետք է քեզ դարձնի այդպիսին, պետք է դու դրանով էլ ավելի շատ սիրես այն ամենայն աշխատանքը, որ դու անում ես, դա շատ կարևոր է։ Սովորաբար նման աշխատանքներ կատարող մասնագետները պնդում են, որ միշտ հաջորդը շատ ավելի լավ է լինում, որովհետև մենք մարդ ենք ի վերջո եւ ոչ անսխալական։ Եվ ցանկացած պահի եւ շատ հաճախ լինում է, չէ՞, դուք կարող եք ինչ-որ թերություն նկատել, բայց պատվիրատուն այդպես էլ չի իմանում։ Բայց դուք միանշանակ տեսնում եք եւ հաջորդին ավելի մոտիվացված, որ սա չի արվելու եւ չի լինելու։ Ես ու Նարինեն երբ միջոցառման ենք լինում միասին, քանի որ մեր գործառույթները շատ բազմազան են լինում, որ մի միջոցառմանը ես եմ մասնակցում նորմանում գրասենյակային հարցերով կամ հակառակը, որ ինչ որ բաներում ասում նոր այն կետը ինձ խանգարում է, ասում են էլ դա մենակ դու ես նկատում, պատվիրատուն այնքան ուրախ աժպտում, բոլոր ուրախ են, ինչ ես կենտրոնանում դրա վրա։ Մենք միշտ նաև իրար լրացնում ենք գործի մեջ շատ եւ դա մեզ շատ է օգնում։ Մի հարցին ես ուրիշ հնարավոր է մոտեցում, ցուսաբերեմ, Ասում են Միխելքը լավ է, երկուսն ավելի լավ է։ Այո, իհարկե։ Եվ մենք ես հիշեցի մի դեպք, երբ որ մենք նոր ենք սկսել մեր քայլերը կատարել, մենք անընդհատ քննարկում էինք մեր բոլոր թերությունները, այսպես գրի էինք առնում կետ առ կետ ու միշտ մեր առաջ դնում էինք նշածող, որ հաջորդ անգամ էլ ավելի լավ պետք է անենք, այս սխալը երկրորդ անգամ չենք կրկնելու ու այդպես շատ կոփվեցինք իրականում։ Ես ճիշտ է արդյոք իմ ինֆորմացիան, որ այնինչ դուք եք առաջարկում, մեր երկրում չկա երկրորդը։ Դեռևս 3 տարի առաջ, երբ մենք ստեղծեցինք մեր ծառայությունը, ինքը իսկապես նորույթ էր Հայաստանում եւ մեր հիմնական մոտիվացիան աշխատելու այս ոլորտում միայն նորույթներ ներկայացնելն է։ Եվ դեռ 3 տարի առաջ մեր ծառայությունը իսկապես հեղաշրջում իրականացրեց ծառայությունների ոլորտում, որովհետև ինքը չկրկնվող է, դետալ է, շատ էմոցիոնալ է։ Ես հուսամ առաջիկա մենք հնարավորություն կունենանք նաև միասին իրականում տեսնելու դրա ողջ էֆեկտը։ Եվ իհարկե ընթացքում եղան ընկերություններ, ովքեր փորձեցին ինչ-որ դեմով նմանվել, բայց բոլորը հասկանում են ովքեր են այս ամեն ինչի հետևում իրապես։ Առաջինը դե իհարկե լինելու միշտ պատասխանատու է։ Եվ պատասխանատու է, եւ շատ, այո, շատ պարտավորեցնող եւ շատ հաճելի, որովհետեւ սկզբից բոլորը գիտեին ինձ իմ անձով փոքր չափով, հա, գիտեին, որ ես եւ քույրս իրականացնում ենք ծառայությունը, հետո Living-ը այնքան զարգացավ, այնքան աճեց, բոլորը արդեն գիտեին հենց Living Well events-ը, հետո արդեն գիտեին, որ դրա հետևում կանգնած են Նելին եւ Նարինեն։ Բայց այս պահին կդժվարանամ երևի թե ասեմ, թե շուկայում ինչպիսի ընկերություններ կան, որովհետեւ Կարևորն առաջինն է։ մշտապես առաջատար դիրքերում են եւ որպես այդպեսին չկան էլ, որ այս պահին կարողանամ վերհիշել իրենց կամ մտաբերել։ Բոլոր նրանք, ովքեր այս պահին դիտում կամ լսում են մեզ, բայց ծանոթ չեն եւ առաջիկայում էլ ունեն միջոցառում։ Ինչու ընտրել ձեզ եւ ինչ կարող եք տալ նրանց, որպեսզի իրենց միջոցառումը լինի իսկապես տպավորիչ ու իսկապես հիշվող։ Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ բոլորս էմոցիաներ ենք ուզում եւ իսկապես էմոցիաների կարիք ունենք։ Այն էլ չեմ ասում, երբ որ դրանք դրական էմոցիաներ են, հա։ Հետևաբար այստեղ խնդրում եմ մանրամասնեք, թե ինչ է տալիս ձեր կազմակերպությունը մարդուն իսկապես լավ զգալու եւ ժպտալու համար։ Ի վերջո ասում են, չէ, ժպիտը կյանքը երկարացնում է։ Այո,
Այո, միտարկի մենք իշքային գոփրեն երկար, որովհետև մենք անընդհատ այդ process-ների մեջ ենք ու անընդհատ ժպտում ենք, Եվ թե պետք անդադ չկրկնվող է դինում բոլոր միջոցառումները միշտ նոր Դուք գլխացավ չեք ունենա, միջայլոց գիտնականներն ասում են, այո, գիտնականները շնորհակ ունեի, ոչ ունեմ։ պնդում են, որ յուրաքանչյուր ժպտալիս, եւ եթե դրան գումարվում է նաեւ լիաթոք շպիտը, մեր օրգանիզմում եւ գլխուղեղում այնպիսի հորմոններ են եւ այնպիսի նյութեր են արտադրվում, որոնք օգնում են, որ բնական ցավազրկում լինի մեզ մոտ։ Ու հետաքին բան ասեմ, Տաթև ջան, միջոցառման ընթացքում ես երբեք չեմ զգում, որ ես հոգնել եմ։ Ես հնարավոր ամբողջ օրը լարված, երթևեկության մեջ, գրասենյակում տարբեր աշխատանքներ, խնդիրներ եւ այլն, միջոցառման ժամանակ էլ, որովհետեւ շատ ստրեսական դու պետքա լինես, որ ամեն ինչը կարողանաս Սպասարկման ոլորտը շատ դժվար է։ միանշանակ։ Ես այդ պահին երբեք չեմ զգա, որ ես գլխացավ ունեմ, ես հոգնած եմ։ Երբ որ մենք վերջացնենք, ես արդեն տուն վերադառնամ, ես զգում եմ, որ ուղղակի սպառվել եմ։ Նելին ուր է։ Իսկ ինչու պետք է ընտրեն մեզ, ես հստակ ֆիքսում եմ, երբ որ մենք լինում ենք մի միջոցառման, քանի որ տարբեր են մեր ծառայությունները, եթե ժամանակ ունենք, ներ մեր ծառայությունների մասով անադարձ կատարենք, ես երբ տեսնում եմ living-ը չկա, ինչ որ շատ կարևոր էներգիա պակասում է այդ միջոցառմանը։ Նախ մենք հիմնականում սկզբի հատվածում հյուրասիրում ենք շամպայն։ Շամպայնը համարվում է ախորժաբեր խմիչք, եւ ես միշտ պատվիրատուներին ասում եմ, եկեք շամպայն, որովհետեւ լավ կխմեն, էմոցիաներ կունենան, հետո արդեն կշարունակեն իրենց օրը հիմնական սրահում։ Հետո մեր այդ էմոցիաները դու ինչքան էլ տեսնես, մեր հյուրերից եղել է շատ անգամներ, որ 2-3 անգամ տեսել են օրինակ պատը, մեր պատերը շատ տարբեր են, շատ բազմազան են, այնպես չի մենք ունենք մեկ օրինակ եւ վերջ, շատ տարբեր են, կախված միջոցառման ֆորմատից, գույներից, կարող ենք տարբերակներ առաջարկել։ Իրենք մեկը ամեն անգամ ժպտում են։ Կապ չունի, որովհետեւ դա մեր ձեռքերի նաեւ կախարդանքն է, որ ամեն անգամ էմոցիա փոխանցեն։ Տարբերակ չկա, որ դուք մոտենաք ու չժպտաք։ Եվ այդ կարևորագույն փաստ է, այո, եթե ցանկանում եք ձեր հյուրերին փոխանցել ժպիտներ, լավ տրամադրությամբ մեկնարկել։ Տրամադրություն, այո, ու բացի տպավորել նրանց, ու բացի դրանից միջոցառումների ժամանակ պատվիրատուները շատ տարբեր հարցերով են զբաղված։ Երբ որ կա պատը եւ կա մեր թիմը, ով հոգ է տանում ցանկացած հարցի մասին, իրենք շատ հանգիստ կարող են իրենց մյուս հարցերով զբաղվել, իսկ արդեն այս կողմում, որտեղ որ կա պատի ողջ տրամադրությունը, հանգիստ վստահեն մեզ մեր գործը։ Մենք ամեն ինչի մասին հոգ ենք տանում։ Գիտեք, ես հիմա ուզում հակառակ կողմից ասել, որ ցանկացած բարագայում, երբ դու որևէ միջոցառում ես կազմակերպում, մաքսիմալ մեծ պատասխանատվություն է եւ միայն այդ պատասխանատվության զգացումը արդեն իսկ հոգնեցնում է։ Ու երբ այդ հոգնեցնող նաև լարված իրավիճակում դու գիտես, որ քո կողքին նաև պրոֆեսիոնալ թիմ կա, ովքեր կարող են նաև ֆորս մաժորային իրավիճակում քեզ օգնության հասնել, կարծես թե գործը կիսվում է, բեռը կիսվում է, եւ գիտես միշտ պլան B, հա, այսպես ասած, կա։ Արդեն իսկ հանգիստ ես լինում սրանով։ Հա, երբ թիմը պրոֆեսիոնալ է ու թիմը մեծացել, զարգացել է քեզ հետ, հղկվել է քեզ հետ, դու հայացքով հասկանում եք, չէ՞։ Հա, իհարկե, արդեն իմ բոլոր թիմակիցները, մեր աղջիկները, տղաները, երբ որ ես ինչ-որ մի հատ հայացք գցեցի, ինքը արդեն գիտի օրինակ ինչ անելու, առանց ասելու, ասում ես ինչ հրաշալի բան է, երբ որ քեզ խոսքից իմ ու Նայնի կապվածության մասին էլ չեմ ասում, որովհետև նույնիսկ առանց հայացքի մենք կարդում ենք իրար միջոցառման ընթացքում, բայց աշխատակիցների մասով էլ իրոք շատ շնորհակալ ենք, որ նրանք մեր թիմում են ու միասին ենք այս ամբողջ պատմությունը անցնում։ Դե հիմա փակագծերը բացեք ու ներկայացրեք ծառայությունները։ Living Well Events-ը արդեն գիտենք, կախարդական պատերն է։ Կախարդական պատը զանգով իրեն կարող եք շատ հիշել, հա, մեր զանգը մեր մեկնարկն է, կարելի ասել մեր բոլոր հաջողությունների։ Հաջորդում էր Living Catering-ը ծնվեց, Living Well-ից հետո, որովհետև զգում էինք, որ այդ բացը եւս կա, որը էլի կենթանի սպասարկման բարձր քեթրինգի ծառայություն է իրենից ներկայացնում եւ ինքը էլի շատ տարբերվում է, որտեղ կարող ես ուղղակի գալ եւ քո ապսեն գեղեցիկ ձևով հավաքել։ Կրկին նորույթ էր։ Այո, նորույթ է, իր մենյուն մշտապես փոփոխվող, շատ համեղ եւ շատ հետաքրքիր, որը եւ մեծահասակների կողմից սիրվեց եւ հատկապես երեխաների։ Եվ մեր ֆեմը սննդի առաքման ծառայությունը, որը ինքը պարզապես սնունդ չի առաքում, ինքը
այսպես հենց իր սլոգանը հոգատարության համն է, պատահական չէ, որ այդպես ենք իրեն փաթեթավորել, մենք ուզում ենք տարածել հենց այդ հոգատարությունը ու ուզում ենք, որ մարդիկ, ովքեր հավաքվում են սեղանի շուրջ, ոչ միայն համեղ ուտեն, այլ նաև այն հուզական կապով կապվեն, այդ խոսակցությունները, այդ հետաքրքիր պատմությունները, որոնք ստեղծվում են մեկ սեղանի շուրջ, ուզում ենք, որ այդպես հիանալի, անմոռանալի պահերը ուղղակի հաստատեն, հա, եւ մնային դարձնեն։ Այսինքն, եթե մենք տանը ունենք միջոցառում, չունենք ժամանակ դրան պատրաստվելու, մենք կարող ենք ոչ միայն գեղեցիկ էսթետիկ կողմը ապահովել, այլ նաև ամբողջական սննդի ծառայությունից օգտվել։ Այսպես է ստացվում, ամբողջական փաթեթ ենք մենք ձեզ ներկայացնում։ Այո, եւ պատվիրատուների կողմից շատ ընդունելի է դա, քանի որ իրենք շատ հաճախ են ասում, ինչ լավ է, ես ձեզ հետ ամեն ինչ կանեմ։ Որ Մենք հասկացել ենք, որ շատ ավելի ու ես ու Նարինեն միշտ մեծ եւ պատասխանատվություն է այդ ամեն ինչը կազմակերպել եւ շատ հաճելի է, երբ որ քո 3 ծառայություններն էլ մի տեղում են։ Երբ որ սննդի հետ կապված է ֆեմը մշտապես թարմ, ախորժելի սնունդ է մատակարարում, շատ արագ ժամկետներում, առաքման, լիվինգը պահում է էմոցիոնալ ֆոնը, քեթրինգը միշտ նորույթներ է տալիս, մենք քեթրինգով այս վերջերս 2 ամիս առաջ է ունեցանք մեր հերթական նորույթը տիրամիսու բարը, կանոլի բարը, շոկոլադապատ ելակները, կրկին նորույթ է, կրկին մենք ենք առաջինը դա արել Հայաստանում եւ հասել է շատ-շատ սիրվել եւ մեզ համար ամենակարևորը, որ էլի էմոցիաներ ենք տալիս, էլի ժպտալով, մեր աղջիկները մեկը մեկից շատ պրոֆեսիոնալ, իրենք են մոտենում հյուրերին, իրենք են, որովհետեւ մենք հասկացել ենք, որ միջոցառումների ժամանակ ինչքան հեռու պահենք պատվիրատուներին կամ հյուրերին ավելյալ, չգիտեմ, հոգսից, թող ինքը մնա իր տեղում կանգնած, մեր աղջիկները կգնան, իրեն հետաքրքիր ձևով կմատուցեն տիրամիսուն, իրենք էլ պարտադիր բոլորը նկարում են, նկարվում են, հայելում են, տպավորվում են, այո։ Այս շրջանում շատ շոկ է եւ գրեթե բոլորի համար, երբ խոսում ենք սննդի մասին, շատ կարևոր է անվտանգությունը։ Ի վերջո մենք առողջապահական հաղորդում ենք եւ մեր առաջին եւ կարևոր սկզբունքը մի վնասիրն է։ Հետևաբար պիտի խոսենք նաեւ սննդի անվտանգության, պահպանման նորմերից, օգտագործման եւ պատրաստման, հա, նորմերից։ Սրանք շատ կարևոր հանգամանքներ են, որոնք այո, սնունդը կարող է լինել շատ գեղեցիկ, կարող է լինել համեղ, բայց չլինել որակյալ, այո։ Այս մասին եմ ուզում խոսել։ Իսկապես շատ հաճախ մենք մարքեթինգի իրոք զոհ ենք դառնում, որովհետև տեսնում ենք գեղեցիկը։ Միշտ չէ, որ գեղեցիկը նաև անվտանգ է եւ առողջ է։ Այո։ Դու պատասխանես թե ես։ Միասին։ Այլ տարբերակ չեր կարող ներել։ Տեսեք, իսկապես ճիշտ է, քանի որ ամռանը հատկապես օրգանիզմը շատ զգայուն է դառնում սննդի նկատմամբ։ Եվ այստեղ ամենակարևորը դառնում է որակյալ սննդի ընտրությունը։ Ինչքան որակյալ լինի, ինչքան թարմ բաղադրիչներ լինեն, ինչքան ճիշտ խնամված, պահպանված լինի սնունդը, այնքան օրգանիզմի ռեակցիան շատ ճիշտ կարող է արձագանքել։ Եվ բնականաբար այս շրջանում այնքան մրցակցային դաշտը այնքան շատ է, բայց նաև շատ քիչ են այնպիսի ընկերությունները, ովքեր իսկապես առաջարկում են թարմ եւ որակյալ սնունդ։ Այո։ Դրա համար մեզ մոտ ամբողջ ցիկլը սկզբնական կետից մթերքի ընտրությունից մինչև վերջնական մինչև վայելելը, մինչև պատվիրատուին հասցնելը, այսպես ասած, թեև մենք չենք սիրում հաճախորդ եւ պատվիրատու բառեր օգտագործելը, որովհետեւ ֆեմում ընտանիքի անդամներ են ուղղակի, այլ ոչ թե հաճախորդներ։ Ասենք վայելողները դե դեպքում։ Այո, վայելողները։ Մինչև նրանց հասցնելը ամբողջ այնպես է կազմակերպված, որ հնարավորինս անվտանգ լինի, թե մենք չունենք այնպիսի խնդիր, որ հումքը երկար ինչ-որ մնա, հա, մենք պատրաստում ենք հենց տվյալ սպառման հոսքին համապատասխան քանակությամբ, այսինքն մեզ համար կարևոր է հենց այդ թարմությունը։ Մենք այս պահին մեզ իհարկե շատերը ճանաչում են մեր թարմ նեապոլիտանական թարմ տեղում թխվող եւ հացերով եւ սննդով, բիզնես լանչերով եւ այլնով, ու որ այսպես զանգում են մեր call center-ը անդադ մեզ այդ արձագանքը, ֆիդբեքը տալիս է, որ ասում են անպայման ձեր
ձեր պատրաստածով հենց այդ տեղում թխվող Մշտապես շեշտում են դա, տեղում թխող հացերով։ ու իսկապես հենց պատվերը գալիս է այդ պահին զրոյական պատրաստում է, հա, զրոյական կետից պատրաստման ընթացքի անցնում, որը շատ կարևոր է սննդի անվտանգության համար։ Միանշանակ։ Մթերքների ընտրությունը դե բացառապես թարմ, որակյալ, տեղական ամեն ինչը շատ կարևոր է, թե ինչպիսի մատակարարներ են նաև ապահովում քո սնունդը, եւ շատ կարևոր է, թե ինչպես է սարքումը իրականացնում, այսինքն հատուկ փաթեթավորման տարաներն են, որոնք օգնում են թարմ եւ որակյալ են պահում սննդի տեսքը, եւ արդեն հատուկ ջերմամեկուսիչ պայուսակներով են առաքվում, հնարավորինս փորձում ենք այնպես անել, որ եւ ախորժելի լինի, եւ տաք լինի, եւ կարողանան ուղղակի վայելել, քանի որ հաշվի Առանց մտահոգվելու վայելել, այո։ հաշվի ենք առնում այն փաստը, որ շատ ժամանակ աշխատանքի վայրից են պատվիրում, որտեղ կարելի է ճիշտ է նշել, որ ամենասիրելի հատվածը, ինչու ոչ, Միանշանակ։ չի հատված, ամենասպասվում։ Կարող է լինել հակառակ կարծիքը, իհարկե ոչ, աշխատանքի վայրում ամենահաճելի ժամը լանչի ժամն է։ Եվ ինչքան կարևոր է, երբ որ լավ եւ որակյալ սնունդ ես ընդունում, ամբողջ օրը կարծես թե քեզ լավ պարգևատրած ես, չէ՞ լինում։ Միանշանակ։ Եվ չես մտածում որտեղից ուտել, ինչ ուտել, որպեսզի տուն գնալուց հետո նաև ստամոքսի խնդիր չունենաս, մարսողության խնդիր չունենաս։ Սա շատ կարևոր է։ Եթե մենք այսօրվա մեր զրույցը այսպես ասած ամփոփելու լինենք, ուզում եմ որպես այս ոլորտի մասնագետներ ձեր կարևոր հորդորներն ու այսպես ասած խորհուրդները բոլոր նրանց, ովքեր այս պահին այդ կազմակերպչական թոհուբոհի մեջ են, չեմ վախենում այս բառից, որտեղ իսկապես սա շատ լուրջ եւ կարևոր քայլ է յուրաքանչյուր մարդու համար, եւ որևէ միջոցառում է կազմակերպում։ Եվ բնավ կարևոր չէ թե 5 հոգու համար է սա նախատեսված, թե 500 հոգու համար։ Միևնույն պատասխանատվությունը շատ մեծ է։ Ես մշտապես ասում եմ, կարևորը գործի մեջ սիրելն է այն ամենը, ինչ որ դու անում ես։ Ու ամենակարևորը հավատում ես այն արդյունքին, որը ցանկանում ես ստանալ։ Շատ կարևոր է, թե դու ինչպիսի թիմ ունես, ովքեր են քո հետևում կանգնած, որովհետև դու միայնակ ոչ մի հաջողության չես կարող հասնել։ Երևի սիրելը, հավատալը եւ քո թիմը, ով ամեն ինչում քո կողքին կանգնած Եվ անընդհատ առաջ շարժվելու ցանկությունը, այսինքն ցանկություն ունենալ առաջ մղվելու, երբեք չդադարելու, անգամ այն փորձությունները, դժվարությունները, որի միջով անցնելու ես, միևնույն է, դրանք ուղղակի անցնելու են մեկ օր, երբ որ հետադարձ հայացքով նայես այն ճանապարհին, որով անցել ես ու անցնում ես, ու ամենակարևորը, այս ամեն ինչը արվում է մեզ համար, հենց արժեք ստեղծելու համար, եւ մարդկանց կյանքի որակը փոխելու, այլ ավելի լավը դարձնելու, այլ ավելի բարեկեցիկ դարձնելու համար։ Իսկ վայելողներին որոշեցինք, չէ՞, որ ոչ ասելու ենք պատվիրատու, ոչ հաճախորդ։ Վայելողներին ինչ կասեք։ Վայելողներին խնդրում ենք իսկապես ուշադրություն դարձնել այն սննդին, որը որ իրենք պատվիրելու են։ Ես շատ անկեղծ, շատ ուրախանում եմ, երբ որ մեկ անգամ պատվիրելուց հետո հստակ մենք գիտենք, որ իրենք մեր պատվիրատուներն են, մշտապես վայելողներն են։ Ու մենք դառնում ենք իրենց եւ օրվա ուղեկիցը, եւ հետագայում միջոցառման, օրինակ երեխայի սնունդն է, ցանկանում եմ, օրինակ եմ ասում 10 պիցցա, հաջորդ անգամ պիկնիկի ենք գնում, էլի եկեք, այսպես հաջորդական գնում է եւ դրա հետեւում միանշանակ այն հոգատարությունը, որը որ մենք ներ ենք դրել ամբողջ թիմով, մեր ընտանիքով, որտեղ ՖՄ նաեւ մեր ընտանեկան բիզնեսն է, որի մեջ ներգրաված են մեր ընտանիքի գրեթե բոլոր անդամները, ու պատկերացրեք ինչ հոգատարություն կա մեր գործի մեջ, որտեղ մենք գիտենք, օրինակ ամենասկզբից երբ որ ՖՄ հիմնում էինք, այն հարցը կար, որ ասում էինք, օրինակ մաման ոնց կպատրաստի, չէ՞, մեզ համար։ Այդ նույն ձևով մաման ու մեր մյուս պրոֆեսիոնալ խոհարարների թիմը պատրաստում են հարազատ մարդկանց համար։ Ընտանիքի անդամների, երեխաների շատ կարևոր է, որովհետև մեզ համար կարևոր էր, որ երեխաները ինչ են ուտում, ինչ մթերք են ուտում, որովհետև հիմա ճիշտ է բացառապես հնարավորինս վատ մթերքները ուղղակի մասսայական են, եւ մեզ համար շատ կարևոր էր հենց այդ որակյալ թարմ բաղադրիչների տարածումը ու դարձնել ուղղակի առօրյայի մի մասը։ Ի վերջո այդ միջոցառման ժամանակ կարող եք նաև դուք լինել հյուր,
որպեսզի հավեսով եւ հանգիստ ուտեք, միանշանակ, որովհետեւ առանց որևէ այո, վախի, առանց շատ հաճելի նամանավանդ մենք ունենք նաև հետաքրքիր փաթեթավորման տարբերակ, բոլորը բացի համից, բոլորս է գիտենք, առաջին տպավորությունը շատ կարևոր է։ Երբ որ տեսնում են մեր հոգատարությունը, մենք յուրաքանչյուր պատվերի հետ նույնում ենք պարագաները, տեղում թխվող հացիկները մեզ մոտ հյուրասիրություն են, մաստակ ունենք, ամեն ինչ ունենք, ամեն ինչի մասին աղջիկներ հոգ եք ունենք, տարել։ ամեն ինչի մասին դրա համար մեզ համար շատ կարևոր է ուղղակի մեր վայելողները վերցնեն այդ տուփը ու տեսնեն, որ մենք իսկապես իրենց Սիրով ենք մասին անում։ հոգ ենք տանում եւ սիրում ենք։ Այդքանը բավական է։ Գիտենք, որ Նորից համը վերադառնալու իհարկե, համար, այո։ այո, գիտենք, որ համը իհարկե կհավանեն եւ այդ փոքր դետալներին մենք շատ ուշադրություն ենք դարձնում։ Եվ նախատեսված է բոլորի համար, թե ընտանիքների համար, թե գործընկերների համար, այսինքն Բոլոր նրանք, ովքեր ուզում են ուտել համեղ։ այնպիսին է Այո, մենյուն միանշանակ։ կազմվել, այնպիսին է կազմվել, որ այնտեղ ներառված են թե բիզնես լանչեր, թե պիցցաներ, թե ունենք նաև տաք ուտեստների շատ մեծ բաժին։ Ես ցանկանայի այստեղ լրացում անել ու մենք համագործակցում ենք ոչ միայն անհատական, այսինքն պատվերներ ստանում ենք փոքր քանակներով, շատ մեծաքանակ պատվերներ նաև իրականացնում ենք մենք ֆեմով եւ catering-ով։ Այսպես համատեղմամբ մեծ միջոցառումներ ենք իրականացրել, կորպորատիվ, մինչև 300 հյուր, այս վերջերս 500 հյուրի հյուրասիրության հատված է վստահված էր մեր թիմին, այո, բիզնես լանչերի ամբողջ տեսականին առաքվել էր Գառնի, մի խոսքով, նմանատիպ մեծ կորպորատիվ համագործակցություն Բոլորի համար։ շատ մեծ սիրով, այո, համագործակցում ենք։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Վստահ եմ, որ իսկապես իրազեկող եւ օգտակար ու ուղղորդող հաղորդում ենք ստացել, որովհետեւ շատ կարեւոր է, որ նաեւ այն մարդիկ, ովքեր այս պահին որևէ միջոցառման պատրաստությունների մեջ են եւ իրենք միանշանակ ստրեսի մեջ են, իրենց հանենք այս ստրեսային իրավիճակից եւ ասենք, որ կան մարդիկ, ովքեր սիրով եւ պատրաստակամությամբ ու հոգատարությամբ կարող են ձեր կողքին լինել։ Տելերադիո լսողներ ու ռադիոդիտողներ, հիշեցնեմ, որ զրուցակիցներս Նարինե եւ Նելի Գաբրիելյաններն էին։ Մենք կհանդիպենք նաեւ մյուս շաբաթ։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Ցտեսություն։